Մեկ ասում են, որ Վարդան Մամիկոնյանը իր զորքով ժամանակին եկել է այս մեր Սուրբ Սարգիս կոչվող լեռան ստորոտը իջև անել է, մեկ ասում են դրա համար են անվանել Վարդաբրուր, հետո երկրորդ վարկածն են, որ այդ տարածքն վարդակաղնիներ են աճելուց եղել, դրա համար են ասել Վարդաբրուր։ Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր ենք ունեցել Հարություն Աբելյանց իր մասին կա հանրագիտարանում, ինքը նավթի թորման համար սարքել է հիմնադրել, այդ սարքը իր անունով է կոչվել։ Հետո ինքը լեռնագնացության սիրահար է եղել, 2 անգամ եկել է Հայաստան Ցյուրիխից, որ բարձրանա Արարատ լեռը չի հաջողվել, հետո վերջապես մի անգամ մի ուղեկցող են գտել, իր արշավախմբով բարձրացել է Արարատ լեռը։ Հետո ունեցել ենք Ավետիք Տեր-Պողոսյան, համալսարանի կենսաբանության ամբիոնի հիմնադիրներից մեկն է եղել, ժառանգականության տեսության մասնագետ։ Ուրեմն մի հետաքրքիր դիպված է եղել մեր գյուղի մասին, ես ինչքան հիշում եմ, հենց ջանս սարսռում եմ մի ձևի։ Ուրեմն Ավետիք Տեր-Պողոսյանը հրավիրված է ելել, կարծեմ Լայպցիգ բանի այդ գիտապրակտիկ կոնֆերանսի, այնտեղ իրան ելույթ են տվել, այդ Աբելյանցն էլ դահլիճում նստած է եղել։ Ուրեմն Ավետիք Տեր-Պողոսյանի խոսակցությունից զգացել է, որ նա այլազգի մարդ է, հետո միջման ժամանակ մոտեցել է հարցրել, պարզվել է, որ երկուսն էլ մեր գյուղացի են։ Իմացել է, որ երգում են մաչկալները վարանելու ժամանակ, խնդրել է, ասել է, այդ մարդուն կասեք կա, բերել են այդ մարդուն, ասել է, կերգես, թե բայց դա իրական է եղել, ասել է, պիեզները լծած լինին, կութանը աշխատի բան, որ երգեն, այդ ձևով երգել է, Կոմիտասը լսել, վերամշակել է ու ստեղծել է Չալվես գալիս է Ես ուրախ եմ, որ մեր գյուղում իմ ձեռքից աշխատանքը կա, ես շատ պատվաբեր եմ համարում։ Ինք հեկտար հող ունենք դաշտում, կարտոշկա ու ցորեն ենք ցանում, ու խոտ ունենք էլի այդ դաշտի հողերից։ Սա ձեռով մշակում ենք, բայց ընդեղին է արդեն մեխանիզացիայով մշակվում է, հեկտարով կարտոլ ենք ցանում, 2 հեկտարով ցորեն, խոթարք ունենք 2 հեկտար, ընձում ենք, բերում ենք, կով ենք պարում։ Այդպես եք ապրում։ Հա, դաշտի աշխատանք չունենք, կրտից օգնություն չունենք, մենք մեզ քրդինքով ապրում ենք։
Մասկասում են Ուրախ են անցնում և մոս շունչներ մշկում, շատ հպարտ եմ ինձ զգում։ Ով գալիս է հիացմունքով։ Կար այդ բառերը չասի նոր գնա, հա, բայց ասմա շատ հրաշք տեղ ենք եկել, շատ հրաշք։ Միթե Հայաստան սենց տեղեր կա, նոր Շվեյցարիա ենք հայտնաբերել իրանց խոսքերն ասա։ Նեսմար մի քիչ սովորական է դառել ճիշտն ասած, բայց ուրիշ տեղից եկածները, մեր հյուրերը բոլորը հիացած են գնում։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ և 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը և նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան։ Քարայր գրատների, լոռվաքաջերի և լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների, պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի, հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման և նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու և տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված, օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի և Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջյան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։